Ողջույն սիրելի հետևորդներ, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ ամեն օր ինչ-որ մեկը հայտարարում է, հինն արդեն անցել է, սա է նոր ճշմարտությունը, մի օր նոր գաղափար է, հաջորդ օրը նոր ուսմունք, հետո նոր հոգևորություն։ Սոցիալական ցանցերում հազարավոր մարդիկ խորհուրդներ են տալիս կյանքի, հավատքի, նույնիսկ Աստծո մասին, բայց հարցը սա է, եթե ամեն ինչ փոխվում է, ում հավատանք։ Եթե այսօր ապրեինք առաջին դարում, գուցե նույն շփոթությունն ունենայինք։ Հենց այդ պատճառով Եբրայեցիների նամակի հեղինակը գրում է 3 կարճ, բայց անչափ հզոր խոսքեր, որոնք այսօր ավելի արդիական են, քան երբևէ։ Հիշեք ձեր առաջնորդներին։ Հիսուս Քրիստոսը երեկ եւ այսօր եւ հավիտյան նույնն է։ Մի տարվեք զանազան եւ օտար ուսմունքներով։ Այս 3 նախադասություններն այսօր կարող են փրկել ոչ միայն մեր հավատքը, այլև մեր կյանքը։ Հիշեք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծո խոսքն ասացին, նայելով նրանց կյանքի ընթացքի վաղճանին, հետևող եղեք նրանց հավատին։ Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան։ Տեսակ եւ օտարատի ուսմունքների մեջ մի տատանվեք, քանզի լավ է շնորհով ամրացնել սիրտը եւ ոչ թե կերակուրով, որով ոչ մի օգուտ չստացան նրանք, որ այդպես ընթացան։ Ամեն։ Հիշեք ձեր առաջնորդներին։ Հեղինակը չի ասում պարզապես հիշել նրանց անունները, նա ասում է հիշեք նրանց կյանքը, նրանց հավատքը եւ նրանց վախճանը եւ նմանակեք նրանց հավատը։ Սա շատ կարևոր տարբերություն է։ Քրիստոնեությունը չի հիմնվում գեղեցիկ խոսքերի վրա, այլ ապրած կյանքի։ Այսօր մարդիկ հաճախ ընտրում են առաջնորդների ըստ գեղեցիկ խոսելու, մեծ լսարան ունենալու կամ համացանցում հայտնի լինելու համար։ Բայց Աստված հարցնում է. ինչպիսի կյանք է նա ապրել, նրա հավատքը պտուղ տվել է։ Սուրբ Հովհան Ոսկեբերյանը գրում է. մի հիանա միայն քարոզով, նա իր կյանքի ավարտին։ Եթե խոսքն ու կյանքը նույն ճանապարհով են գնացել, այդ մարդուն կարելի է նմանվել։ Սա մեծ զգուշացում է մեր օրերի համար։ Միայն գեղեցիկ խոսքը բավարար չէ, հավատքը պետք է երևա մարդու կյանքում։ Հետևեք նրանց հավատքին, ուշադրություն դարձրեք։ Հեղինակը չի ասում նմանակեք նրանց սովորությունները, արտաքին տեսքը կամ բնավորությունը։ Նա ասում է նմանակեք նրանց հավատքը, որովհետև յուրաքանչյուր սուրբ տարբեր բնավորություն ուներ, բայց բոլորին միավորում էր վստահությունը Քրիստոսի հանդեպ։ Այսօր հաճախ ընդօրինակվում են հայտնի մարդկանց հագուստը, խոսելաձևը, կենսակերպը, բայց շատ քչերն են փորձում ընդօրինակել նրանց հավատքը, ովքեր իսկապես սուրբ կյանք են ապրել։ Սոցիալական ցանցերը մեզ սովորեցնում են ընդօրինակել արտաքինը, ավետարանը մեզ սովորեցնում է ընդօրինակել հավատքը։ Հիսուս Քրիստոս երեկ եւ այսօր նույնն է հավիտյան։ Սա ամբողջ Աստվածաշնչի ամենահզոր խոսքերից մեկն է։ Ամեն ինչ փոխվում է, փոխվում են իշխանությունները, փոխվում են տնտեսությունները, փոխվում են տեխնոլոգիաները, փոխվում են մարդկանց կարծիքները վերջապես, բայց Հիսուս Քրիստոսը երբեք չի փոխվում։ Նա նույն Տերն է, ով բժշկում է կույրերին, նույն Տերն է, ով ներեց խաչի վրա գտնվող ավազակին, նույն Տերն է, ով հարություն առավ, եւ նույն Տերն է, ով այսօր լսում է քո աղոթքը։ Սա պարզապես գեղեցիկ միտք չէ, սա քրիստոնյայի ամենամեծ ապահովությունն է։ Եթե Քրիստոսը փոխվեր աշխարհի նման, մենք երբեք վստահ չէինք լինի մեր փրկության վրա։ Սուրբ Աթանասն ասում է, քանի որ Քրիստոսը անփոփոխ է, նրա խոստումներն էլ են անփոփոխ։ Այսինքն, եթե նա խոստացել է չլքել քեզ, ոչ մի դեպքում չի լքի։ Եթե նա խոստացել է ներել, կների, եթե խոստացել է հարություն, ապա հարություն կլինի։ Մի տարվեք զանազան եւ օտար ուսմունքներով։ Սա միայն առաջին դարի խնդիր չէր։ Այսօր առավել քան երբևէ հազարավոր մարդիկ փորձում են փոխարինել ավետարանին։ Մեկն ասում է ճշմարտությունը հարաբերական է, մյուսն ասում է բոլոր ճանապարհներն Աստծուն են տանում, մեկ ուրիշը մեղք հասկացություն այլևս չկա։ Բայց Սուրբ Գիրքը զգուշացնում է ամեն նոր գաղափար ճշմարտություն չէ։ Աստծո խոսքը չի հնանում, այն հնանում է միայն այն մարդկանց աչքերում, ովքեր այլևս չեն ցանկանում լսել այն։ Սուրբ Եփրեմ աստորեն ասում է. սխալ ուսմունքը միշտ նոր հագուստ է հագնում,
որպեսզի հինը մոռացվի։ Սատանան հաճախ նույն սուտն է ներկայացնում նոր փաթեթավորմամբ։ Լավ է, որ սիրտը շնորհով հաստատվի։ Հեղինակը վերջում ասում է, որ սիրտը պետք է ամրանա շնորհով, ոչ թե արտաքին կանոններով։ Սա նշանակում է, որ քրիստոնեական կյանքը չի կառուցվում միայն կարելի է եւ չի կարելի ցանկի վրա։ Այն կառուցվում է Քրիստոսի հետ կենթանի հարաբերության վրա։ Երբ սիրտը լցված է Աստծո շնորհով, մարդը չի փնտրում մեղքը շրջանցելու ճանապարհը։ Նա փնտրում է Աստծուն հաճեցնելու ճանապարհը։ Սուրբ Օգոստինոս Երանելին գրում է. «Շնորհը չի վերացնում պայքարը, բայց ուժ է տալիս հաղթելու այն»։ Այս հատվածը մեզ կարևոր պատգամ է տալիս։ Մենք ապրում ենք տեղեկատվության հեղեղի մեջ։ Յուրաքանչյուր մարդ կարող է մի քանի րոպեում դառնալ ուսուցիչ, բայց ոչ յուրաքանչյուր խոսող մարդ է ճշմարտություն խոսում։ Քրիստոնյան պետք է ոչ թե ամեն նոր գաղափարի հետևից վազի, այլ խոր արմատներ գցի ավետարանի մեջ։ Ծառը, որ արմատները խորն են, փոթորիկներից չի ընկնում։ Նույնն է նաև հավատացյալի կյանքում։ Այս հատվածը մեզ տալիս է կյանքում կիրառելի մի քանի կարևոր կետեր։ Ամեն օր կարդա Սուրբ Գիրքը, որպեսզի տարբերես ճշմարտությունը կեղծիքից։ Ընտրիր այնպիսի մարդկանց, որոնց կյանքը համապատասխանում է իրենց խոսքին։ Մի հավատա ամեն նոր հոգևոր գաղափարի։ Հիշիր, որ Քրիստոսը երբեք չի փոխվում։ Դժվարության պահին կառչիր նրա խոստումներից։ Ավելի շատ լսիր Աստծո խոսքը, քան համացանցի աղմուկը։ Աղոթիր հոգևոր զանազանությունը տարբերելու շնորհի համար։ Քո երեխաներին փոխանցիր ոչ միայն ավանդույթներ, այլև կենդանի հավատք։ Հարցրու քեզ. այս ուսմունքը մոտեցնում է ինձ Քրիստոսին։ Ամեն օր շնորհակալ եղիր, որ մեր հավատքը հիմնված է ոչ թե փոփոխվող մարդկանց, այլ անփոփոխ Փրկչի վրա։ Սուրբ Հովհան Ոսկեբերյանը սովորեցնում է, որ առաջնորդին պետք է գնահատել նրա կյանքի պատուղներով, ոչ միայն խոսքերով։ Սուրբ Աթանաս Ալեքսանդրացին հիշեցնում է, որ Քրիստոսի անփոփոխ լինելը մեր հույսի հիմքն է։ Իսկ Սուրբ Եփրեմ Ասորին զգուշացնում է, որ կեղծ ուսմունքը հաճախ ներկայանում են հնորության անվան տակ։ Սուրբ Օգոստինոս Երանելին շեշտում է, որ Աստծո շնորհն ամրացնում է մարդու սիրտը եւ պահում նրան ճշմարտության մեջ։ Սիրելի հավատավոր հետևորդներ, այս աշխարհում ամեն ինչ փոխվում է։ Այսօր մարդիկ փոխում են իրենց կարծիքները, արժեքները, խոստումները եւ նույնիսկ ինքնությունը, բայց կա մեկը, ով երբեք չի փոխվում՝ Հիսուս Քրիստոսը։ Եվ հենց այդ պատճառով մենք կարող ենք վստահ ապրել վաղվա օրվա մեջ։ Երբ ամբողջ աշխարհը ցնցվում է, Քրիստոսը մնում է մեր անսասան վեմը։ Երբ կեղծ ուսմունքները գալիս են ու գնում են, նրա խոսքը մնում է հավիտյան։ Երբ մարդիկ հիասթափեցնում են, նա հավատարիմ է մնում։ Ուրեմն մի տարվիր ամեն նոր ձայնով։ Կարճիր այն Տիրոջից, ով երեք նույնն էր, այսօր նույնն է եւ հավիտյան նույնն է լինելու։ Եթե կյանքիդ հիմքը Քրիստոսն է, ապա ոչ մի փոթորիկ չի կարող կործանել քեզ։ Թույլ մի տուր, թող մեր հավատքը հիմնված լինի ոչ թե փոփոխվող աշխարհի, այլ անփոփոխ Փրկչի վրա։ Այդ ժամանակ մենք ոչ միայն կդիմանանք ժամանակների փորձությանը, այլև կդառնանք լույս նրանց համար, ովքեր դեռ փնտրում են հաստատուն հիմք։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ այս օրվա սուպերային հատվածի բացատրությունը ուղարկել քո բարեկամներին ու ընկերներին նրանց եւս հաղորդակից դարձնելու Աստծո խոսքին։ Աստված օրհնի բոլորիդ։